Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթ զարգացումները շատ արագ էին ընթանում կապված խաղաղության պայմանագրի հետ, երբ հայտարարվեց երկու կողմերը իրար հաջորդեցին հայտարարությունները, սկզբում ադրբեջանական կողմը, հետո հայաստանյան կողմը հաստատեց, որ խաղաղության պայմանագիրը նախագիծը այսպես ասված ավարտված է։ Ինչ կարծիք ունեք դուք, սա խաղաղության պայմանագիր է, թե նոր զիջումների։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, այդ պայմանագրի հետ կապված մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք։ Երևի առաջիններից մեկն էինք, որ այդ մասին խոսում էինք եւ ասացինք, որ սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ սա խորացված կապիտուլյացիայի պայմանագիր է։ Եվ այդ տրամաբանության մեջ է մեր կարծիքը ու տեսեք ինչ է ստացվում։ Դա հասկանալի է, որ Ադրբեջանը այսօր կամ Ալիևը այսօր փորձեց ինչ-որ մի դիվանագիտորեն մի խաղ եւ համաձայնվեց այն տարբերակին, իհարկե ճշտումներով իրենց օգտին այդ ամեն ինչը, համաձայնվեց եւ ասեց, այո, մենք համաձայնացրել ենք վերջի երկու կետն էլ եւ պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը եւ հետո շատ արագ որ մեր կողմը այսպես ցնծության մեջ էր, որովհետեւ մտածում եմ, որ ինչ-որ մի փաստաթուղթ հաստատ ձեռք գցեցին եւ կարող են արդեն գնալ արտահերթ ընտրությունների եւ ժողովրդին ասել, որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքել, հիմա քվեարկեք մեր օգտին, որ ամեն ինչ լավ լինի եւ այլը եւ այլը։ Եվ այդ ցնծությունը շատ կարճ տևեց, որովհետեւ դրանից անմիջապես հետո Ալիևը կամ իր կողքի մարդիկ սկսեցին ասել, որ բացի այն ինչ-որ արվել է, ինչ-որ համաձայնեցվել է, կան այլ կետեր եւս, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն, եւ այդ կետերի մեջ նշվում էր նաեւ սահմանադրությունը, որ պետք է փոխվի, պետք է որոշ միջազգային դիտորդները պետք է հանվեն, պետք են որ Միսկի խումբը լուծարվի, իրենց կարծիքով հանցագործները, որոնք թաքնվում են Հայաստանում, պետք է վերադարձվեն, եւ այլ էլի կետեր, այսպես։ Վերջնակետը որն է Ալիևի։ Վերջնակետը նա է, որ Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսի պիտի գոյություն չունենա։ Հետևաբար այդ որ փուլն է այս ստորագրումը, հետ չէական չի իրական հայերի համար։ Նիկոլականների կամ նիկոլիսների այն այսպես ասենք բեկորները, որ մնացել են, այդ բեկորների համար դա շատ կարևոր է, որպես թուղթ օգտագործեն, որ սա խաղաղություն, խաղաղության պայմանագիր է, որ սրանով գնան, իրանք ինչ պիտի ասեն ժողովրդին։ Ժողովրդին ընտրության տանելու կարևոր մի բան պիտի ունենաս, մեխը պիտի լինի, չէ՞, որ իրա պետք է հավաքել։ Այդ մեխը նույնիսկ իրանք չունեն ըստ էության։ Եվ դա պիտի դառնար այդ մեխը, որ պիտի խոսեին, որ խաղաղության պայմանագիր են կնքել եւ այլ։ Հիշում եք ամիսներ առաջ ում է ձեռնտու այս խաղաղության պայմանագիրը, ուզում եմ քննարկենք այս հարցերը նաեւ ու մյուս կողմից էլ դիտարկենք, եթե այն ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, որը շատ խիստ կասկածում եմ այս պարագայում, ինչու երաշխիքներ ու երաշխավորներ չկային այս պայմանագրում։ Եվ որն է այդ երաշխիքը լինելու ի վերջո խաղաղության պայմանագիր է կնքվում խաղաղության համար, բայց սա խաղաղության երաշխիք է։ Իհարկե ոչ։ Դա նույնիսկ այն մեկ ժամ անգամ երաշխիք չի։ Հենց ստորագրելուց հետո կարող է սկսվեն ինչ-որ գործողություններ։ Ոչ մի երաշխիք չկա։ Երաշխիք կլներ այն ժամանակ, երբ որ նույնիսկ այդ էլ կարելի է 50%-անոց համարել, երբ որ ինչ-որ մի երրորդ կողմ կամ երրորդ կողմում հավաքված ինչ-որ պետություններ, այ օրինակ ԵՀԿ Մինսկի խումբը կանգներ երաշխիք, ասեր, որ դուք էլ ստորագրում եք այս փաստաթուղթը եւ եթե այտենց բաներ, եթե հանգարց խախտվեց այս պայմանագիրը, ուրեմն ձեր նկատմամբ կկիրառվին այսպես բաներ եւ այլն։ Նույնիսկ դա չկա, պատկերացնում եք, ասենք զոհը եւ
հրեշը իրար հետ ինչ-որ թուղթ են ստորագրում եւ ցանկացած նորմալ մարդ հասկանում է, չէ, որ այդ կարա տևի մի քանի րոպե։ Ուղղակի այդ պահին այդ հրեշի սիրտը երևի չէր ցանկանում ինչ-որ բան կուլ տալու, այդ ընթացքում կարող է հանգիստ լինենք, բայց հենց որ սովածացավ հրեշը, կուլ է տալու, իսկ որ հրեշները սովածանում են եւ բոլոր օրգանիզմները սովածանում են, դա փաստ է։ Հետևաբար դա ընդհանրապես ժամանակի հարց է եւ փորձում են ինչ-որ ձևով ժողովրդի աչքին թոս փչեն եւ ասեն, որ մենք խաղաղություն, բայց ժողովուրդը իրենց չի հավատում, այն բեկորները նորից եմ ասում իրենց ձայն տված, որոնք կային եւ փորձում են դա պաշտպանեն, փորձում են դա կազմակերպեն եւ գնան ընտրությունների եւ այդ մի հատ թուղթ պետք է լինի, թղթի կտոր, որ դա իրենց տա, նույնիսկ դա չի տալիս Ալիևը, նույնիսկ դա չի տալիս, որովհետեւ հասկանում է, որ եթե դու զոհ ես, ինչ իմաստ ունի քո հետ ինչ-որ թղթի մասին խոսալ։ Իդեպ ռեպորտաժ ունենք խաղաղության պայմանագրի հետ կապված, մեր ժողովուրդը ինչ է մտածում, դիտենք ու վերադառնանք։ Շատ լավ։ Արդյոք մտածում եք, որ խաղաղության պայմանագիրը երաշխիք է իրական խաղաղություն։ Ոչ, իհարկե ոչ։ Այդ ո՞րն է իրական խաղաղությունը։ Մի նկարի, հա։ Խաղաղությունը ձեռք են բերում։ Նման պայմաններում, քանի դեռ մեր իշխանության գլուխ են կանգնած թուրք-ամերիկյան գործակալները Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, բացառում եմ ձեր հարցադրման դրական մասը։ Չէ, նայած ում հետ այդ պայմանագիրը։ Ադրբեջանի հետ եք ընկվել։ Ես չեմ հավատում, որ այդ երկար գտիմանա։ Եվ ինչ պայմաններով, կարևորը պայմաններն են, եթե մենք ստրկության են գնալու դրանով, եթե մեր հողերն են հանձնելու թուրքերին ու ադրբեջանցիներին, դա իհարկե ելք չի մեր համար, դա երկիրն է կործանվում։ Մարդ քաղաքական հարց եք տալիս, թվում է այդ նույնիսկ իրանք չգիտեն, հստակ երաշխիքներ կարան տան, թե չեն կարա տան։ Չէ, ամեն դեպքում դա զսպման մեխանիզմ է, ինձ թվում է, հստակ խաղաղություն այս պահին չի կարող լինի, մինչև ժողովուրդը պատրաստ լինի։ Կառավարությունը կարող է պատրաստել։ Ну, ընդհանրապես երաշխիք կարող է լինի, բայց հարտակոծանը չեմ կարծում։ Ինչու։ Որովհետև բոլոր պայմանագրերը հեշտությամբ խախտվում են։ Նենց որ այդտեղ հարտակոծանած գարանտիա չկա այդ բանի մեջ։ Ինչու եք այդպես մտածում։ Որովհետև թուրքը միշտ եղել է վատը, միշտ հայերի նկատմամբ վատ է վերաբերվել, երբեք իր խոսքի տերը չի լինի։ Я вам не хочу никакие эти я не умею так хорошо излагать свои мысли. Я поняла, что вы спросили. Никакой Хагагутян пайманагир. Это во вред нам, в пользу Азербайджану. Все. Ոչ մի դեպքում Թուրքը կյանքում չի հանգստանա, մինչև Հայաստանը չջնջի։ Հիմարները որ չեն հասկանում, ուղղակի կործանման են տանում Հայաստանը, այդքան բան։ Այդ հիմարը, որ այդպես մտածում է, գիտի սա ազգը հիմար է։ Չի կար, այդպես բան չի կարա լինի։ Ես կարծում եմ, այդ հնարել է, որ ինքը մնա պաշտոնին, վախցնելով մեզ զիջումները, այդ ծրագրով է Լևոն իրան դրել, այդ նույն Լևոնն էր ուզում անել, Վազգենը այն ժամանակ կենթաներ չթողեց ու հեռացրեց։ Հետո Վազգենին խփել տվին, դե դաշնակները խփին, գիտեք։ Հիմա ինքը նույն ձևի վախացնելով ուզում է զիջի, հիշողություն անի, բայց դե ասել են, չէ, այն ազգը, որը հիշողություն չունի, կործանման է գնալու։ Տենց։ Դա պղծության գագաթնակետի հասած է, դա արվում է միայն մի բան համար, որ ինքը իր հատորը չկործնի, մարդկանց ցույց տա, որ ինչ-որ մի բանի հասել է, բայց ինքը ով է, հարցերեք մի հատ։ Պարոն Ավետիսյան, ինչպես նշեցիք ձեր խոսքում, այո, ժողովուրդն էլ առանձնակի սպասելիքներ չունի այս խաղաղության պայմանագրից, թեև իշխանավորները նշում են, որ պետք է մենք ուրախ լինենք, սա ձեռք բերում է, ի վերջո սա ինչ է։ Նայեք, տեսեք, ովքեր են հավատում այս թղթի կտորին կամ այդ խոսակցություններին, որևէ լուրջ պետություն սրան չի հավատում, ասում են, հա լավ բան եք ասում, լավ է, ասեք, բայց Ադրբեջանը դրան չի հավատում, որովհետև ասում է Հայաստանի ղեկավարության հանդեպ ունեմ 0 վերաբերմունք, 0 հավատ Հայաստանի հանդեպ եւ հայերի հանդեպ, այսինքն դա նշանակում է, որ ես սրան չեմ հավատում,
Այն բոլոր լուրջ պետությունները, որոնք կան, իրանք ասում են, այո, շատ լավ է, դա խիզախ քայլ է, բայց ի վնաս Հայաստանի եւ ժողովուրդը չի հավատում, ամենակարևորը, որ մեր ժողովուրդը, մեր ազգը չի հավատում այս փաստաթղթին։ Ստացվում է ինչ, այս թղթի կտորին հավատում են միայն այս ԿՊԵ-ականները, այն էլ դրանց մի մասը։ Իրանք էլ մեծ մասամբ մարդիկ կան, որ այլ կարծիք ունեն, բայց չեն արտահայտվում։ Ուղղակի այս իշխանությունը եւ իրենց մերձակա շրջանակը սա սարքել է օրակարգ եւ խոսում են այդ մասին։ Եվ ամենացավալին այն է, որ խոսում են ազգի անունից։ Իրանք որևէ իրավունք, լեգիտիմ իրավունք ազգի անունից խոսելու իրավունք չունեն։ Մենք այն եզակի կազմակերպություններից ենք, որոնք մշտապես ասել են, որ ընտրությունները անցել են կեղծիքներով եւ լեգիտիմություն չունեն։ Հետո դրա մասին արդեն խոսեց հենց ինքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, որը ասաց, որ սահմանադրությունը, այսինքն գլխավոր օրենքը, մայր օրենքը, որը կա, եւ այլ ընտրական օրենսգրքի մասին չեմ խոսում, որովհետեւ դրա մասին միշտ են խոսացել, ասաց, որ մայր օրենքը սահմանադրությունը լեգիտիմ չի ըստ էության։ Եվ ժողովրդի մեջ կասկած կա դրա հանդեպ։ Եվ ինքը այդ ոչ լեգիտիմ սահմանադրությամբ դարձել է երկրի ղեկավար։ Հասկանալի է, որ բռնի ճնշումները, բանը եւ այլ, այդ բոլորս գիտենք ոնց է եղել փողոցով, ճնշումներով, ինչ որ ուժերին համոզելով, իրան ձայն տալով եւ այլը վերցրեց իշխանությունը, բայց ինքը իր բերանով ասաց, որ դա լեգիտիմ չի, հետեւաբար բոլոր այն օրենքները բոլոր այն փաստաթղթերը, որ կնքվում են այս մարդու կողմից, դրանք լեգիտիմ չեն։ Այդ իր ասած նախադասությունները շատ լավ հասկացել է մեր հակառակորդ թշնամի կողմը, Ալիևը, որը ասում է, որ այս իշխանությունը զրո արժեք ունի, որովհետև այս իշխանությունը ըստ էության եւ իրանց խոսքով լեգիտիմ չի։ Նշանակում է պետք է ընդունել նոր սահմանադրություն, այսինքն դարձնել լեգիտիմ այդ սահմանադրությունը, ազգովի գնանք քվեարկենք այդ սահմանադրության օգտին, այդ ժամանակ նոր ինքը կդառնա լեգիտիմ, այսինքն ոչ թե խնդիրը սրանց զրոյացնելն է պետք նաև ազգին, որովհետև ինքը վախենում է ազգից, ինքը շատ լավ հասկանում է, որ այս վարչախումբը չի ներկայացնում հայ ժողովրդի եւ հայ ազգին, իսկ հայ ազգից ինքը վախենում է։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Տեսեք, միշտ դուք նշում եք, որ ադրբեջանական կողմը, այս դեպքում նաև Ադրբեջանի նախագահը փորձում է մեծ սպառնալիքների մի հսկա շղթա նորից ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը եւ ասելով, որ վստահություն չունի, ականատեսն ենք լինում հերթական անգամ։ Մյուս կողմից մեր արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածում, որ եկեք արագ կնքենք այս պայմանագիրը խաղաղության։ Սա ինչ է, չեն լսում, թե իրականությունը փորձում են չտեսնել ու մի այլ իրականության մեջ են։ Որովհետև իրենց բուն նպատակը ոչ թե այդ խաղաղություն ունենալն է, իրենք գիտեն, որ այդ խաղաղությունը չի լինելու։ Իրենց բուն նպատակը այդ թղթի կտորը փոկելն է, որ գնան ընտրությունների, որ ասեն, որ այ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքել։ Կհիշեք, ամիսներ առաջ Միացյալ Նահանգներում նախորդ վարչակազմի հետ, դեմոկրատների հետ կնքվեց պայմանագիր, ստրատեգիական ինչ-որ բանի հետ կապված պայմանագիր կնքվեց Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, որը այդպես էլ մոռացան։ Ու ոչինչ չեղավ, որ մեկ շաբաթվա ընթացքում ինչ-որ մարդիկ պիտի գային, բան, մի հատ հարց առաջանում, եկան այդ մարդիկ, թե չեկան։ Ուր են իրանք եւ եկել են թե չէ։ Հիմա թույլ տվեք հակադարձել ձեզ, այս պարագայում խաղաղության պայմանագիրը, երբ որ կնքվում է, մի պարտականությունների հսկա շղթա էլ գալիս է Հայաստանի Հանրապետության ուսերին է ընկնում, որ պետք է կատարի, որովհետև խաղաղության պայմանագիրը, այսպես ասած, ունի նաև ենթատեքստեր, պետքեների մի հստակ շարք է։ Այս պարագայում այս պետքեների շարքը ով է կատարելու եւ արդյոք սահմանադրության փոփոխությունն է այս ամբողջ թիրախի հենց հիմնակետը։ Ճիշտ է, նայեք, ինչ որ պետք է արվի, դա պետք է արվի Հայաստանի կողմից։ Ես ուզում եմ հասկանալ, ադրբեջանական կողմի զիջումը ո՞րն է։ Ադրբեջանական կողմը ներկայացել է մի հատ փաստաթուղթ, որտեղ բոլոր զիջումները հայկական կողմի մասին է։ Փող զիջումը ո՞րն է Ադրբեջանի։ Ես չեմ տեսնում այդ
Իհարկե այդ փաստաթուղթը հրապարակված չի եւ երբ որ դա կլինի կտեսնենք որն է, բայց այն ինչ որ իրանք խոսում են, այն ինչ որ ներկայացնում են իրանք պետք է միայն իրենց խոսքերին լսելով հավատալ, որը կարծում եմ շատ անշնորհակալ գործ է, լսել իրանք ու հավատալ, որովհետեւ չկա մի դեպք, որտեղ իրանք ասած լինեն մի բան եւ այդ ասածը իրանք կատարած լինեն։ Իրանք կատարել են միշտ ուղիղ հակառակը։ Երբ որ հիմա իրանք խոսում են դրա մասին, ուրեմն հասկացեք, որ լրիվ հակառակն է։ Այսինքն այդ որ ասում են փոխզիջումներ կա, բացարձակ ոչ մի փոխզիջում չկա, կա միայն զիջումներ, զիջումների փաստաթուղթը։ Այդ զիջումների փաստաթուղթը Հայաստանն է կարա ընդունի ու հայտարարի, որ այդ կա։ Լավ, ձեզ կստորագրվի ի վերջո այս փաստաթուղթը։ Ես կարծում եմ ոչ։ Այդ փաստաթուղթը չի ստորագրվելու եւ դա շատ լավ է, որ չի ստորագրվելու, որովհետեւ հերթական փաստաթուղթը էկող իշխանությունը ստիպված չի լինի չեղարկել։ Որովհետեւ դա այնքան անլուրջ է արդեն։ Ու այն թեմաների մեջ է ինքը խորացել, որ հեչ իր վրով չի էլի։ Ինքը չի ներկայացնում հայ ազգին, ինքը իրավունք չունի ցեղասպանության հերքումով զբաղվելու, չեղարկելու այդ ամեն ինչը, ինքը իրավունք չունի սահմանադրության այդ հատվածը հանել այդ կետերը հղում հռչակագրի եւ ինքը իրավունք չունի շատ པարզ ասենք էլ ինքը իրավունք չունի ցեղասպանությունը ջրելու հանուն նրա, որ արժանանա Անկարայում Էրդողանի ընդունելությանը։ Իդեպ թուրքական լրատվամիջոցների հարցազրույցում մենք տեսանք, երբ նա նշում է, որ ցեղասպանությունը առաջնային խնդիր չէ իր համար դրված սեղանին եւ սա ինչ է մյուս կողմից նշում է, որ հայ ժողովրդի համար դա անքննարկելի, անքննելի փաստարկ է մի ցեղասպանությունը։ Այս իրարամերժ կարծիքները, որ հնչեցնում է, ինչու է հնչեցնում, մտածված է արվում։ Նայեք, ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, հա, եղել է ցեղասպանություն, հələ մի տեղ էլ ասեց բանա, հələ պետք է հասկանանք եղել է թե չի եղել, բայց իմացեք, որ դա առաջնային չի Հայաստանի համար, այսինքն մենք այդ թեման չենք բարձրացնելու։ Թուրքերը Իրանից խելոք են բնականաբար, թուրքերը այդ ասելով չեն հավատալու, եւ իրեն ասելու են դե հիմա ստորագրի մի հատ փաստաթուղթ, որ հայկական պետությունը ոչ մի պահանջ եւ հատուցում չունի թուրքական պետությունից, ստորագրի տար հաստատի, հետո էլ սահմանադրությամբ ամրագրի, որ ազգտել է այդ կարծիքին ու թեման փակենք։ Հիմա ինքը մտնում է մի բանի տակ, որ հեչ իրա վրով չի, ոչ իրա վրով է, ոչ իրա կուսակցության վրով է։ Սա համազգային խնդիր է, ամբողջ աշխարհի հայության խնդիրն է, սա հայ ազգի խնդիրն է։ Եվ ինքը սա չի կարալու։ Դրա համար ինքը ստիպված ասում է, որ դա անհերքելի փաստ է, բան եւ այլն, բայց սկզբից տենց չէր ասում։ Եվ բացառված չի, որ վաղը նորից ասեն, որ սկզբից էր ասում։ Իրա դեպքում դուք գիտեք, ինքը որ պահին ինչ պետք է, այդ է խոսում։ Հետո էլ ասում է, ես չեմ հիշում, մոռացել եմ, ես տենց բան չեմ ասել։ Հետո երբ որ փաստերը դնում են դեմը, անցնում է առաջ, վերջ։ Իրանց թեման է դա։ Իրանք այդ ստախոսությամբ իրանք գերազանցել են բոլոր կառավարություններին։ Ասենք տարբեր աստիճանների ստեր ասվում է կառավարություններում, բայց այս տեսակ ստախոսության, որ ստախոսությունը դարձնեն գործելակերպ ու 100%-անոց գործելակերպ էլի, այնպես չի որ ցածր է տոկոսը։ Իրանք անգերազանցել են։ Այդ մի հարցում անգերազանցել են եւ իրանք ստեր են ասում տարբեր տեսակի։ Վաղն կասեն, որ բանա, գիտեք, ժողովուրդ 100 տարի առաջ ա եղել բան, հիմա ով է հիշում բան եւ այլ եւ այլ, եկեք այս թեման փակենք, թուրքերի հետ սահմանը բացենք, ախբերություն անենք եւ այլն։ Ինքն է տենց մտածում, բայց ինչ են թուրքերը մտածում, այդ արդեն լրիվ ուրիշ հարց է։ Դե հստակ Ադրբեջանի նախագահն նշում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանը պետք է հայցեր ներկայացնի, պահանջներ ունի հստակ եւ այդ պահանջների ցանկը բավականին մեծ է, երբ դիտարկում անում ես ու հիմա ես ուզում եմ հասկանալ մի դեպքում մենք տեսնում ենք երբ միջազգային դատարանում մեր ունեցած հայցերը Ադրբեջանի դեմ պետք է ետ կանչենք մյուս դեպքում մենք տեսնում ենք այս պարագայում որ Հայաստանի դեմ դատական գործեր է փորձում հարուցել Ադրբեջանը եւ վերսկսում է իր գործընթացը ինչպես դիտարկել այս խաղաղությունը սա իրական խաղաղություն է Դա իհարկե ոչ
այդտեղ ոչ մի խաղաղություն չկա եւ չի կարող լինել խաղաղություն, երբ որ խոսքը վերաբերվում է երկու մեր նման պետություններին, ասենք մի կողմից նորից ասեմ հրեշը, մյուս կողմում զոհը։ Այստեղ խաղաղություն չի կարող լինել։ Խնդիրը նրանում է, որ ադրբեջանցիք մտածում են, որ իրենք դատարաններում կարող են ինչ-որ թվացյալ այսպես պատկերացումներ ունեն, որ կարող են հաղթել դատարաններում, բայց այնինչ իրականությունը լրիվ հակառակն է։ Դատարաններում բոլոր հայցերում հաղթելու է միայն հայկական կողմը։ Եվ այս կարևոր փաստը ունենալով, այս փաստը նվիրել Ադրբեջանին, այդ նշանակում է հերթական զիջում անել, սա փոխզիջում չի։ Բոլոր դատերում մենք հաղթող ենք, բոլոր, չկա տենց դատ, ու եթե իրանք կարողանան 1% ինչ-որ բան ներկայացնել, մենք կներկայացնենք 100% փաստեր։ Նույնիսկ այն պարագայում, որ իրանք փորձում են ներկայացնել, որ հայկական տարածքից ադրբեջանցիներ են դուրս եկել, գնացել են, այդ մոտավորապես մի 89, մի 100,000-ի կարգի մարդ ա եղել, բայց իրականում Ադրբեջանի տարածքից 5 անգամ ավել հայություն է դուրս եկել։ Եթե իրանք փոխհատուցում են ուզում, հա, համաձայն ենք մենք, փոխհատուցենք, դուք էլ փոխհատուցեք 5 անգամ ավել այն հայերին, որոնք դուրս են եկել, հենց Բաքու քաղաքի տարածքում ունեցած իրանց սեփականությունները, իրանց եղած չեղածը, որոնք ուղղակի փախել են ցեղասպանության արդյունքում։ Հələ Արցախի մասին չեմ խոսում, Արցախ առանձին թեմա է։ Իրեւ ուզում եմ ասել հարցնել ձեզ, խաղաղության պայմանագրով Արցախի հարցը փակվում է այս պարագայում։ Դե բնականաբար Ադրբեջանի տեսակետից նայա, որ Հայաստանը ընդհանրապես չպետք է խոսի այդ թեմայով, բայց այս իշխանությունն էլ է տենց անում, դե հիմա էլ չի խոսում այդ թեմայով, երբ են խոսում ցեղասպանի Արցախի մասին, որ մեր աչքի առաջ ցեղասպանություն է եղել։ Մեր աչքի առաջ ցեղասպանություն։ Ու այդ արտգործնախարար կոչվածը ասում է բռնի տեղահանում ա եղել, ու ցեղասպանություն բառը չի օգտագործում։ Մի հատ որ ինքը լավ կարդա, կտեսնի, որ բռնի տեղահանումը նույնպես ցեղասպանություն է։ Էթնիկ զտումը ցեղասպանության պես մի բան է, բայց Արցախի դեպքում կոնկրետ ցեղասպանություն է իրականացվել։ Մարդկանց եւ սպանել են, եւ թալանել են, եւ բռնի տեղահանել են, մարդիկ հազիվ մազապուրց փախել են, ոնց որ փախնում էին արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից։ Ու այսօր ասել, որ այդ մակարդակով գնալ թուրքերի հետ խոսալ, ու առնվազն պիտի խեղկատակ լինես, որ գնաս փորձես թուրքերի հետ դիվանագիտություն իրականացնես այդ մակարդակով։ Դա ընդհանրապես անընդունելի փաստ է, եւ մենք շատ արագ պետք է այս իրավիճակը փոխենք։ Ըստ ձեզ խաղաղության պայմանագիրը երբ երաշխավոր ունենար մի երրորդ երկիր, այն կարող էր կյանքի կոչվել։ Բնականաբար շանսերը շատ ավելի մեծ են, երբ որ ինչ-որ երաշխավոր կա, չնայած դրա փորձը կա, մենք գիտենք օրինակ Ուկրաինայում տարբեր պետություններ երաշխավոր էին կանգնած, որ խաղաղությունը պահպանվեր, բայց չեղավ։ Մեր դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ռուսաստանը երաշխավոր էր, որ էլի չեղավ, չստացվեց։ Այսինքն, բայց շանսը ամեն դեպքում մեծ է։ Սենց երկուսով նստել իրար հետ խոսալ, ակնհայտ փաստ է, չէ, չի կարա ուրիշ ձև լինի։ Եթե մեկը քեզ հաղթել է, դու մենակ պետք է պարտության, կապիտուլյացիայի պայմանագրի մասին խոսես։ Այնտեղ փոխզիջումներ չկա։ Տենց բան չկա, դա ուղղակի անգրագիտություն է, ես չգիտեմ ով է հնարը այդ մեջտեղ բերել, հասկանում եմ, որ քաղաքական նպատակներով ընդհանրապես թղթի կտորա պետք ընտրության գնալու, դրա մասին խոսեցինք, բայց չի կարելի ազգի ճակատագրի հետ խաղալ։ Ազգը արժանի չի դրան։ Մեր ժողովուրդը պետքա այս իրավիճակը շատ արագ փոխի։ Ընդ որում փոխի ազգը, ազգի միջոցով փոխվի, որովհետև Սփյուռքում նստած հայությունը նույնպես այս ցավով ապրում է, տառապում է սրանով։ Չի կարա ինքը կորցնի այս մի կտոր Հայաստանը, մի փոքրիկ երկիրը արդեն։ Այս վերջն է, այլ ճանապարհ չկա, էլի դրա համար պետքա անցնել գործողությունների, կոնկրետ գործողությունների։ Լավ, մի հարց էլ եւս այս խաղաղության պայմանագրի վերաբերյալ եւ այլ հարցերի կանցնենք, ուզում եմ հասկանալ,
երբ մենք ադրբեջանական կողմի այդ պահանջները կատարենք, Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի կարգավիճակում կհայտնվի, որովհետև շատ մտահոգիչ է, երբ որ մենք միջազգային դիտորդներին ենք հեռացնելու, երբ որ միջազգային դատարաններից մեր հայցերը ետ ենք կանչելու եւ այդպես մի շարք հանգամանքներ, որոնք լուրջ վնաս են հասցնելու մեր անվտանգության այս պարագայում։ Ի վերջո Միսկի խումբ է լուծարվելու, այս քայլերը մտածված են Ադրբեջանի կողմից հատուկ, որպիսի ինչ լինի։ Որպեսզի մեծ հաշվով Հայաստան չլինի։ Հիմա ասեմ ոնց է լինելու իմ պատկերացումներով։ Ուրեմն աշխարհում շատ ընդունված ձև է հիմա պետությունները, մասնավորապես այս ագրեսիվ պետությունները եւ իրանց այդ բռնապետ իշխանություններով սովորաբար աշխատում են իրենց պրոքսի ուժերով։ Եվ օրինակ, ասենք իմ համեմատության համար ասեմ ձեզ, տեսեք, Սիրիայում բոլորը գիտեն, չէ՞, որ այդ ուժերը, որոնք եկել են իշխանության, դրանք թուրքերի կողմից հովանավորվող ուժեր են, ֆինանսավորվող, ամեն ինչ թուրքերն են, այսինքն ըստ էության թուրքական պետությունը ինչ որ ուժերի է բերում, որտեղ իր անունից չկա։ Երբ որ նրանք մի քանի օրվա մեջ մոտ 10,000 մարդու մորթում են Սիրիայում, այդտեղ թուրքական պետությանը չեն մեղադրում, որովհետև թուրքական պետությունը ասում է ես որպես պետություն այդտեղ չեմ, իմ բանակը այդտեղ չի, վերջ։ Այնտեղ, բայց իրենց կողմից հովանավորվող ուժեր են։ Հիմա տեսեք, այդ մեթոդը կարան օգտագործեն նաև ադրբեջանցիները եւ բերեն ինչ-որ մոջահեդներ, բերեն ինչ-որ իսլամիստներ, ու այդ մարդիկ ովքեր մորթելու սովոր են, ու դրանց լցնեն ներս Հայաստան։ Երբ որ այդ միջանցքը կլինի, մյուսը կլինի, հնարավորություն կունենան ազատ լցվելու, կլցվեն Հայաստան ու կսկսեն իրենց գործողությունները։ Ադրբեջանը կհայտարարի, կասի, որ մեր բանակը գործողություններին չի մասնակցում, ես չգիտեմ ովքեր են իրանք։ Ու կսկսի ինչ-որ process, կլցվեն գյուղերը եւ այլ եւ այլ եւ այլ։ Որովհետեւ մեկը բոլորը կիմանան ինչի մասին է խոսքը եւ ով է դա անում, բայց ոչ ոք չի կարա կոնկրետ մեղադրանք ներկայացնի։ Այսպես իրանք կպրծնեն այդ ամեն ինչից։ Եվ ոչ մեկը երաշխիք չի լինի դրան, որովհետև կոնկրետ պետությունները չեն մտնի այդ գործի մեջ։ Հիմա որպեսի դա այտենց չլինի, որպեսի հետագայում տեսեք, երբ որ նրանք լցվեցին արդեն երկրի ներս, աստիճանաբար հարավից բարձրանալու են վերև, բարձրանալու են հյուսիսային մասը ու նույն պատմությունները կրկնվելու է ու ամբողջ երկիրը գրավելու են։ Լավագույն դեպքում մեզ հնարավորություն կտրվի փախնելու, եթե թողնելու երկիրը ոնց որ ցավոք սրտի Արցախի մեր հայրենակիցներն էին, որտեղ իրանք Արցախը գոնե տեղ ուներ փախնելու, գալիս էր Հայաստան արցախցիները։ Բայց հայաստանցիները ուտի գնան։ Հետևաբար սա պետք է հասկանալ, սա շատ լուրջ է։ Եվ անվտանգության խնդիրը շատ բարձր մակարդակի պիտի դրվի։ Այսօր չի կարելի խաղալ անվտանգության հարցերի հետ, այս կարգի անպատասխանատու հայտարարություններով։ Երբ որ մեր հյուսիսային հարևանը, նկատի ունեն Վրաստանը, հարավային հարևանը Իրանը, երբ որ երկուսն էլ շատ լավ հարաբերություններ ունեն ռուսական թևի հետ, մենք փորձենք արևմտյան թևը ակտիվացնել ի հաշիվ ռուսականի, այդ նշանակում է պետք է ապուշ լնես առնվազն։ Իսկ երբ որ մի թևը գոնե, ասենք օրինակ վրացական թևը, հյուսիսային մասը, ենթադրենք, եթե ըլներ Եվրոմիություն, ինչ որտեղ հասկանալի կլներ, որ ձգտում էինք հյուսիսային մասով միանայինք Եվրոմիությանը եւ հարավում էլ մեզ կհասկանային, իրանք էլ սահմանակից կլինեին Եվրոմիությանը, բայց երբ որ այնտեղ դա չկա, հարավում դա չկա, մենք ինչ ենք անում հիմա։ Հասկանում եք ինչ խնդիր է առաջանում։ Սրանք բոլորը շատ բարդ է այս տարածաշրջանում ամեն ինչը, ու պետք է լավ հաշվել մեր շահերը որոնք են։ Մեր շահերի հաշվելու դեպքում մենք կկարողանանք մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ դասավորել, որովհետև տեսեք, մենք էլ ունենք այդ ուժերը։ Մեր սփյուռքը իրական մեր ուժերն են, որոնք այդ պրոքսի ուժերի պես մի բան են, բայց մենք ենք, այդ մենք ենք։ Այսինքն մենք մեր ուժերը թողած ընկել ենք մուրում ենք խաղաղություն մեր թշնամիներից։
Բայց մենք մեր ուժերը պետք է կարողանանք կազմակերպենք։ Այդ կազմակերպելու համար պետքա մեր սփյուռքը ունենա ընդհանուր մի մարմին։ Ընդհանուր մի մարմինը կարող լինի մենակ գաղափարի տակ։ Այդ պատկերացրեք, այսպեսի մի բան ասեմ, օրինակը բերեմ, որ ենթադրենք ուզում եք բան անեք։ Ունեք գործիքներ, շինարարական գործիքներ, օրինակ։ Ամեն ինչ ունեք այդ մատերիալը ինչ որ պետք է, շինանյութ ունեք, ավազ ունեք, ցեմենտ ունեք, ամեն ինչ ունեք, գործիքները ունեք, բայց երբ որ չկա գաղափարը տուն սարքելու, այդ գաղափարը չկա, որ տուն եք ուզում սարքեք, այդ գործիքները ոչ մի բանի պետք չեն։ Հենց գաղափարը եղա, որ ուզում ենք տուն սարքենք, այդ ամեն ինչը կարաք օգտագործեք ու ամեն ինչը պետք է լինել այդտեղ։ Հիմա մեր ասածը, որ նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսեցինք, այդ գաղափարախոսությունը, որ մենք առաջարկում ենք եւ շուտով բացահայտ դրա մասին կխոսենք, ուղղակի հապավումը ասեցինք, շատ մարդկանց դա հետաքրքրում է, բայց մենք այդ հապավումը կբացենք եւ կտանք մանրամասը ծրագիրը, ինչ ենք մենք ուզում անենք։ Ուտեղ կտեսնեք, որ այդ ամեն ինչը հենց է մտածված, որ ոչ մեկի հաշվին չի դա։ Դա հնարավորություն է, որ բոլորը կարողանան աշխատեն դրա մեջ։ Դրա տակ աշխատեն, այսինքն տան գաղափարը պետք է տանք։ Թե այնտեղ գործիքները ով ինչ կարա անի, այդ լրիվ ուրիշ հարց է արդեն։ Ու մենք պետք է դրա մասին մտածենք, կա հնարավորություն դա անելու։ Սա ազդակն է ու ելքն է այս խնդիրների ամբողջ Այո, ելքն է ու կա ձևը, ինչ պետք է անել ու ոնց պետք է անել։ Այն մանր մունուր բաներին ես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև խանգարողները շատ են։ Խանգարողները ովքեր են, այսինքն խանգարողները այն ուժերն են, որոնք ծառայում են դրսի ուժերին, որոնք ներսում ուզում են խառնեն ազգին, որ հանգարց որևէ հարցի շուրջ ժողովուրդը քաղաքական ուժերը չմիավորվեն։ Ի վերջո քաղաքական գործիքները, այդ որ ասում եմ շինարարության համար գործիքներ կան, քաղաքական գործիքները քաղաքական կուսակցություններն են։ Եթե կուսակցությունների համար ստեղծվի մի հատ գաղափար, որին իրանք պատրաստ են աշխատելու եւ ամեն մեկը իր հնարավորության չափով անելու, կկայանա այդ տունը կսարքվի։ Իսկ եթե այդ ուժերին հանում են իրար դեմ, պառակտում են, որպեսզի հանգարց մի գաղափարի տակ չմտնեն, այդ անում են մեր թշնամիները։ Սրանք հասկանալով թե չհասկանալով ծառայում են այդ մարդկանց եւ նպաստում են այն մարդկանց, որոնք այսօր իշխանության են։ Ու լավ, ձեր կոչը ի վերջո քաղաքական գործիչներին, ովքեր այս պահին վերլուծություններ են անում ու իրենք էլ մտահոգ են այս իրավիճակում, ինչ անել։ Ես իրենց կոչ եմ անում, որ իրենք նախապատրաստվեն, որ մի գաղափարի տակ փորձեն իրար հանդուրժել։ Հասկանում եմ, որ քաղաքական ուժերը ունեն տարբեր կարծիքներ, բայց այդ տարբեր կարծիքները պետք է համերաշխության մթնոլորտում քննարկել, ոչ թե թշնամության։ Աշխարհում դեռևս ոչ միտեղ թշնամությունը, ատելությունը լավ բան չի բերել։ Ատելությունը միշտ վատ բան է ծնում։ Համերաշխությունը ուղիղ հակառակն է, միշտ լավ բաներն է ծնում։ Եվ եթե մենք համերաշխաբար կարողանանք իրար հետ քննարկել տարբեր կարծիքներ, դուք ունեք մի կարծիք, ես ունեմ այլ կարծիք, երբ որ ես ներկայացնեմ այն գաղափարը, որը մենք ներկայացնելու ենք, դուք կտեսնեք, որ այդ բոլորիս համար է մտածված, մեր համար չի մտածված։ Բոլորիս համ, բոլորին հնարավորություն է տրվելու վերցնել այդ գործիքը եւ աշխատել այդ տան կառուցման համար։ Մենք դա բացատրելու ենք, մենք տալու ենք դրա ձևը։ Եթե դուք ցանկություն ունեք աշխատելու իհարկե, եթե ցանկություն չունեք, հակառակն է ձեր ցանկությունը, դուք ուզում եք, որ այդ տունը չսարքվի, ընդհակառակ այդ սարքած բաները քանդում եք կամ գործիքները գողանում եք, որպեսզի դա չսարքվի, դա արդեն լրիվ ուրիշ հարց է։ Դրանց հետ պետք է ուրիշ ձևի վարվել։ Բարի լավատես լինենք, հուսանք, որ իրենք էլ իրենց թափգիտակցությունը կունենան ու կհասկանան, որ ժամանակն է միավորվելու եւ մեկտեղ աշխատելու մեկ գաղափարի հանուն հայրենիքի։ Իսկ դուք հարգելի հետևորդներ, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։